Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, այս մտածումների համախումբն է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որի գործնական նպատակը Հայաստանի Հանրապետության հարատևությունը ապահովող կիրառելի հայեցակարգի ձևակերպումն է և այդ հայեցակարգը, այդ բանաձևը ձևակերպվում է, եթե չասենք ձևակերպված է։ Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը, և այդ հեղափոխությունն էլ է ավարտվելու ժողովրդական հաղթանակով։ Տեղի է ունենում իրական Հայաստանի սոցիալ-հոգեբանական հեղափոխությունը։ Այդ հեղափոխության առանցքային արձանագրումն այն է, որ վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայինորեն ճանաչված մեր պետությունը և մեր հայրենիքը նույնական են, մեր հայրենիքը Հայաստանն է։ Պետությունը, որում ապրում ենք, նույնպես Հայաստանն է։ Ընդդիմությունը այդպես էլ չի ընդունում սա, չի հասկանում, թե ինչ է նշանակում հայրենիքը պետությունն է կարգախոսը և ինչ բացատրություն ունի։ Իսկ բացատրությունն այն է, որ վերջին առնվազն 6 դարում մենք ապրել ենք մի իրավիճակում, երբ մեր հայրենիքը եղել է Հայաստանը, իսկ պետությունը Պարսկաստանը։ Հայրենիքը եղել է Հայաստանը, պետությունը Օսմանյան կայսրությունը։ Հայրենիքը Հայաստանը, պետությունը ռուսական կայսրությունը, հայրենիքը Հայաստանը, պետությունը Խորհրդային Միությունը։ Եվ ինչպես պարզ թվարկումը ցույց է տալիս, պետությունը հիմնականում ատելի է եղել մեզ համար, իսկ հայրենիքը սիրելի ու խեղճ ու կրակ։ Ու այս սոցիալ հոգեբանությունը մեզ համար դարձել է ձեռքբերովի ռեֆլեքս, ատելություն պետության և նրա ատրիբուտների ու կառուցակարգերի նկատմամբ, հուսահատ և անկանոն սեր հայրենիքի նկատմամբ։ Սա է պատճառը, որ ընդդիմությունը հուսահատ աղաղակում է. ժողովուրդ, հասեք, սրանք բյուջե են լցնում, որովհետև բյուջեն և հարկը պետական ու պետության ատրիբուտ են և հետևաբար ենթագետակցորեն կամ ձեռքբերովի ռեֆլեքսի համաձայն ատելի։ Նրանք չեն ուզում, որ այստեղ պետություն լինի։ Նրանք ուզում են, որ այստեղ լինի հայրենիք, որովհետև հայրենիքը պետական սահման չունի, իսկ պետությունը ունի։ Հայրենիքը քրեական և քաղաքացիական օրենսգիրք չունի, իսկ պետությունը ունի։ Հայրենիքն ի վերջո հարկային օրենսգիրք չունի, իսկ պետությունը ունի։ Հայրենիքը քաղաքացիություն ու քաղաքացիական պատասխանատվություն չունի, իսկ պետությունը ունի։ Եվ այսօր ոչ թե մեր կառավարության, այլ պետության նկատմամբ ռելիկտային ատելությունն է դրսևորվում ընդդիմության խոսույթում, որովհետև իրական Հայաստանի հեղափոխությունն ասում է. հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունը։ Ոմանց համար սա ատելի կարգախոս է, որովհետև կենացային հայրենասիրությունը գործնական և ամենօրյա հայրենասիրության փոխարինելու հրամայականի առաջ է կանգնեցնում բոլորիս, որովհետև մեզ դուրս է դնում Սան Ստեֆանոների և Բերլինների կոնֆերանսներում թղթե շերեփով դռների տակ կուչ եկած ուրիշների կողմից մեր ճակատագրի որոշմանը սպասողի կարգավիճակից, ու մեզ պարտադրում է սեփական կարգավիճակը որոշողի բարդ, դժվար, երբեմն աներևակայելի, բայց հայրենիք պետությունը, նրա հարատևությունը, նրա քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը որպես նպատակակետ ունեցող որոշումներ։ Եվ այո, 2018 թվականից մեր բոլոր ռազմավարական որոշումները եղել են այդպիսին, եւ այո, դրա շնորհիվ այսօր մենք պետություն ունենալու այնպիսի շանս ունենք, որ չենք ունեցել երբեք ու ասում եմ ամենապատասխանատու կերպով։ Ինչ է պետք անել ուրեմն այդ շանսը օգտագործելու համար։ Նախ պետք է հաղթահարել պետության նկատմամբ այդ ռելիկտային
մնացորդային ատելությունը, որ ձեռքբերովի ռեֆլեքսի նման ուղեկցում եւ առաջնորդում է մեզ։ Եվ սրան զուգահեռ պետք է ամեն ինչին նայել պետական շահի տեսակետից, ընդունելով եւ ճանաչելով այդ շահի գերակայությունը։ Իսկ պետական շահը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, տնտեսական զարգացումն է, որովհետև միայն տնտեսական զարգացմամբ է հնարավոր իրագործել այն հայեցակարգը, որ պետությունը քաղաքացու բարեկեցության գործիք է, այն ըմբռնմամբ, որ բարեկեցության մեջ մտնում են կենցաղային ապահովությունը, առողջությունը, ազատությունը, արդարությունը, անվտանգությունը։ Միայն տնտեսական զարգացման միջոցով է հնարավոր ապահովել կենցաղային ապահովություն, առողջություն, ազատություն, արդարություն, անվտանգություն։ Իսկ տնտեսական զարգացման համար հարկավոր է խաղաղություն եւ օրինականություն։ Իսկ այս ամենը ապահովելու համար հարկավոր է կրթություն եւ աշխատանք։ Աշխատանք եւ կրթություն։ Սա է ողջ բանաձևը։